Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք։ Մենք այսօր ուղևորվում ենք Գերմանիայի Քյոլն քաղաք, այնտեղ մի շատ հրաշալի եկեղեցի կա, գնալու ենք միասին տեսնենք, շրջենք քաղաքում, բայց այդ մասին կդիտեք առաջիկա տեսանյութերից մեկում։ Իսկ հիմա ուզում եմ ասել, որ միացել եմ ձեզ, հատուկ ողջույններս ուղարկեմ ու ճանապարհվենք։ Այսօր ողջունելու եմ Սոնա Ղազարյանին։ Սոնան ինձ մի անգամ գրել էր, որ ինձանից լույս է ճառագում։ Սոնա ջան, ես էլ ուզում եմ ասել, եթե դուք նկատել եք այդ լույսը, հնարավոր չի, որ դուք ինքներդ վատ մարդ լինեք։ Դրա համար այսօր հատուկ ողջույններս գալիս են քեզ ու պաչիկներս Բելգիայից։ Սիրելի հետևորդներ, թողնում եմ ձեզ մենակ, շարունակեք դիտել տեսանյութը, այսօր ձևափոխելու ենք աղջիկներիս ննջասենյակը, հուսով եմ հետաքրքիր կլինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ կիրակի։ Բայ։ Սահուն կերպով, սիրելի հետևորդներ, ներխուժում ենք իմ թիթիզիկների սենյակ։ Ինչի եմ ձեզ բերել այստեղ։ Շուտով պատրաստվում եմ այս ամբողջ սենյակը դատարկել եւ այստեղ իրենց համար նոր սենյակ պատրաստել։ Քանի որ վաղուց արդեն այս մահճակալները իրենց փոքրացել են, չնայած նրան, որ Էլիզը մինչև այս վերջի ժամանակներս իր մահճակալում ա քնել ու բոլորովին չէր ուզում հրաժարվեր, բայց արդեն մեծացել ա ու այստեղ քնելը շատ անհարմար ա, ուղղակի ինքը չի սիրում հրաժարվել իր սիրած բաներից, բայց հնարավորություն ուներ օրինակ այստեղ քնելու, բավականին մեծ մահճակալ ա։ Հուսով եմ կկարողանանք էլի սիրուն սենյակ ստանալ, որտեվ այս մահճակալը, որ հանում ենք, մեծ տեղ ա գրավում, դրա համար եմ հանում ու այստեղ կդնենք մի հատ բազմոց մահճակալ, շատ կխնայի մեր տեղը ու ես կկարողանամ իրենց ուզած գրասեղանները վերջապես դնել իրենց սենյակում, իրենց համար ամեն մեկը իր գրասեղանն ա ուզում ու ինչպես տեսնում եք, այս սենյակը բավականին փոքր ա, երբ գրասեղան դնելու ու նաև մահճակալներ դնելու, որտեղ 3 աղջիկներ են, 3 մահճակալ չեմ կարող տեղավորել այստեղ պլյուս գրասեղանները։ Այստեղ եկեք ձեզ ցույց տամ, քանի որ ստեղ ենք, ցույց տամ Շաղլոտս ա ստացել, երբ որ նոր էր ծնվել, նվեր ա ստացել, փայտի վրա մաքուր իր անունն ա գրած։ Սա էլ իր նկարներն են, նոր ծնված։ Սա իր ծնված հիվանդանոցի քարտեզն է, այստեղ նշել եմ, թե որտեղ ա ծնվել, ես ինքս եմ պատրաստել, այստեղ ինքը 4 օրեկան ա, այստեղ 6 ամսեկան ա, արդեն հենց ոնց որ պարելուց լինի։ Սա ես ու ամուսինս ենք, պստիկ ժամանակ այդ նկարը շատ եմ սիրում, այստեղ մեր հետ ա, այստեղ էլ իր 2 տարեկանն ա, այստեղ էլ մամայի հետ ա, Այս էլ ինքնազատիկի ժամանակ, մի խոսքով սիրելի հետևորդներ, գնացինք։ Հավել անում ես էլ իրապես։ Պապին տեղը գնացել, Էլիզս պապի գործն ա շարունակում մինչև գա։ Շատ բան չենք անում ստեղ, ես ինչ ռեմոնտ չենք անում, ուղղակի մի հատ թարմացնում ենք, պատերը սպիտակացնում ենք ու վերջ։ Գիտեք, որ ես այստեղ վարձով եմ, ժամանակավոր եմ, ուրիշ բաներ արտասովոր չենք անելու։ Պարզ հասարակ լուսավոր, այդքան մի բան։ Պապի դասընթացները բոլորս անցան, երեխեքներ, ես էլ հավեսի ենք ընկել, իր հետ ռեմոնտ ենք անում, բայց իսկական ռեմոնտ չգին մի բան ապագաս, մի րոպե հեսա ցույց կտամ։ Տերեն, այսա, մեկ էլ սա, առանց սրա իսկական ռեմոնտիկ չի լինում, հիմա մենք պատրաստ ենք, որ անցնենք գործի։ Շատ լավ ես։ Լավ երեխեք, եկեք ձեզ մի պատմություն պատմեմ, չեմ հիշում դպրոցի բարձր դասարաններում էինք, թե արդեն ավարտել էի դպրոցը, ընկերուհուս տանն էի, միասին որոշում ենք
իրանց տունը ռեմոնտ անենք, ասում եմ մամաս չի համաձայնվի, ասում եմ մամայի թողի վրա ես կհամոզեմ, որ իմանա մենք ենք անում, չի թողնի, բայց որ իմանա պապաս մեզ օգնելու է, կթողնի ու պապայից խնդրում եմ, ասում եմ մենք բոլոր գործերը կանենք, այդ աբոյները կպոկենք, կքերենք, շպակլովկա կանենք, դու մենակ կգաս կփչես, ասում եմ եղավ, լավ, հարց չկա։ Պապաս պրոբլեմ չունի, էլի տենց բաներից, բոլորին հասնող օգնողա, գնում եմ իր մամային համոզում եմ։ Երկար համոզելուց հետո ես ու ընկերուհիս վերջապես օքեյ ես ստանում ենք ու մի անգամից այդ իրանց տան աբոյները պոկում ենք ու սկսում ենք ռեմոնտ անել։ Հաջորդ օրը ես ինչ-որ պայմանավորվածություն ունեմ, ասենց հագնվել եմ, սիրուն կոստյում եմ հագել, մազերս ֆենած, քսված, բան, ու այդ իրանց տունը մեր կանգառին մոտ էր, կանգառ գնալու ճանապարհին, ասացի հələ մի հատ մտնեմ, տեսնեմ գործերը ոնց են ընթանում, մեր ռեմոնտի, նոր գնամ, ու տենց որ մտնում եմ, ընկերուհիս սեղանին կանգնած, ասենց շպակլովկա է անում, հավեսս տալիս է, ես էլ ժամանակ ունեի, ասում եմ հələ սպասի մի քիչ շպակլովկա անեմ, նոր կգնամ, ու տենց կրունկներով, կոշիկներով հագած կապած բարձրանում եմ սեղանին ու իմ համար շպակլովկա եմ անում, մեկ էլ այդ պահին իրանց հարևանն է ներսը մտնում, սենց զարմացած նայում է ոտից գլուխ, թե աղջիկը ինչ անում, սենց հագած կապած սեղանին նա շպակլովկա է անում, ասում է Նարոջանես ինչ ես անում, ասում ռեմոնտ, անկոտոտա, ասում է հա բա ինչ ես այդպես հագած կապած, ասում եմ որ ռեմոնտն էլ սիրուն լինի, սիրուն հագնվել եմ, որ ռեմոնտն էլ տենց սիրուն լինի, այնքան ենք ծիծաղել, այդպես մնաց մեր պատմությունների շարքում, մենք շատ ուրախ օրեր ենք ապրել, դպրոցական տարիներին ընկերուհուս հետ, կոմեդիա էր, մեր տեղ գնալը, մեր մի բան անելը, շատ ուրախ օրեր ենք ապրել ու սիրով ենք հիշում միշտ այդ օրերը ու միշտ մի բան կա պատմելու։ Ամեն ինչը սիրով ենք արել, դրա համար ու միշտ ուրախ ա եղել, միշտ ուրախ ա անցել, տեսեք մեր տունը չէր, բայց հենց նվիրված, հենց ուզում էի անպայման, որ իրանց տունը ռեմոնտ անենք, սիրունացնենք, որտեղ ընկերուհի շատ էր ուզում, ես էլ էի ուզում, որ ոնց որ ինքը իրան լավ զգա, ձեռնարկեցինք ու արեցինք, ամբողջը ես ու ինքը արեցինք, պապան եկավ վերջում փչեց, ես ու ընկերուհիս, որ մի բան մեր մտքին դնում էինք, հնարավոր չէր, որ չիրականացնեինք, կարողացանք էլի այդ տարիքում տենց բաներ անել ու ասելս ինչա, այս ժամանակ փչել չգիտեի, ներկել չգիտեի, կարծեմ չեմ սխալվում, այս ժամանակ փչում էին պատերը, ոչ թե սենց բանով ներկում էին, բայց հիմա այդ էլ գիտեմ, հանգիստ այդ էլ կարող եմ անել, պապան որ չգար, հաստատ ես էի ձեռնարկելու, ես սիրում եմ սենց գործեր, այն ինչ գիտեմ, որ գլուխ կհանեմ, հաստատ կձեռնարկեմ, բայց դե պապան որ եկավ, արդեն ինձ բան չմնաց անելու, շեֆը սաղ վերցրեց իրա ձեռը։
Ախեսին սիրուն բանես նկարել բերել մամայի համար։ Աղջիկը սյուրպրիզներ է անում մամային, ապրես։ Մինչ պապան կվերջացնի իր աշխատանքը, ես պատրաստում եմ լահմաջուներ։ Համաձայնեք, որ աշխատավորներին նաև համեղ կերակրել է պետք։ Պատրաստում եմ արագ լահմաջուներ լավաշների վրա։ Իմ ալիքում արդեն եղել է տեսանյութը, ովքեր չեն տեսել ու հետաքրքրում է, կարող եք փնտրել վիդեոներ բաժնում։ Ցերեկվա ժամերին մահճակալը կծառայի որպես բազմոց, երեկոյան ժամերին էլ արդեն կբացենք, բավականին մեծ 1.60 չափսի մահճակալ է լինում։ Այսօր մամուլիկիս եղունգներն ենք սարքելու, հազիվ եմ համոզել, որ գելլակ անենք, շիլակ։ Սաթենիկիս եղունգները պատրաստ է։ Բա մարդ, այսենց հնարավորություն ունենա։ Ու չօգտվի այդ հնարավորությունը, Սաթենիկ ջան։ Օգտվեցի։ Զորով համոզեցի, զորով, որ գելլակ անեմ, սովորական մանիկյուր ասում։ Գոհես ինձանից։ Հա, շատ ապրես, երկար կյանք ունենաս։ Անվճար 2 ամիս ունես այդ հնարավորությունը։ Երբ ուզես զանգի արի։ Շնորհակալ եմ գնացիր։ Հաջորդ օրը գնացինք պահարան գնելու։ Ընտրության հնարավորությունը փոքր էր, շատ քիչ տարածք էր մնում պահարանի համար։ Վերջապես գտանք ու արդեն անցանք դրա հավաքելու գործին։ Ինչ լավ է, որ պապան ինձ մոտ է, ինչ ուզում եմ առանց հետաձգվելու իրականացվում է։ Ինքն էլ իր հերթին ուրախ էր, որ գոնե զբաղվելու բան ունի, որովհետև պարապ մնալ չի սիրում։ Չորտեղը պարկել։ Երեխեք ջան, սա էլ մեր ընտրած պահարանը, մի քանի օր ինչ արդեն տարբեր խանութներում նայում ենք, մեր ուզած չափսերի, շատ փոքր էր մեր տարածքը, շատ քիչ տեսականի կար, վերջը ընտրեցինք սա, բայց բավականին տարողունակ է, մենք ուզում էինք, որ փոքր լինի ու տարողունակ, հələ տեսեք քանի դարակ ունի ու բավականին լայն դարակներ են, ահագին բան կտեղավորվի։ Այստեղ էլի եկեք տեսնենք, կախիչ կա մի հատ, վերևում էլի մեծ դարակ է, ներքևում էլի կարող ենք բաներ դնել ու 2 հատ էլ քաշովի դարակներ։ Բայց վերջում կանգնեցինք մի հատ խնդրի առաջ, պահարանի դռները իրար վրա էին բարձրանում, տեղը չէին ընկնում։ Գլուխ ենք կոտրում, չենք հասկանում ու զարմացանք թե ինչի, մի ամբողջ օր տանջվել ենք, չենք կարողանում հասկանալ, մտածեցինք արդեն ինչ-որ խնդիր ունի պահարանը, զանգեցինք կահույքի սրահ ու ասեցին այնտեղից, որ մենք շատ ենք ծախել այդ կահույքից ու ոչ մի անգամ նման խնդիր չի եղել, սենց փորձեք, նենց փորձեք, ասեցին ձևերը, ոնց արեցինք, չի ստացվում, դե մի խոսքով որոշեցինք, որ իրենց ծառայությունից օգտվենք, ասեցինք մարդ ուղարկեք, կվճարենք, թող գան իրանք սարքեն, բայց համոզված էինք, որ խնդիրը պահարանի մեջ է ու պարզվեց երեխեք, որ ընդհանրապես խնդիրը այդ պետլյանների մեջ է, բայց նշված չէր, որ պետլյան որտեղ պետք է խփենք, մենք էլ սովորական մտածել ենք, որ դե սովորական պետլյա է, հեսա տեսեք։ Պապան տենց դրել է բոլոր դռների վրա, դու միասին այդ պետլյաները մեծ ու փոքր են ու ամենտեղ հատուկ իրա նկասենք։
Այնպես որ սիրելիներս, եթե դուք եք կյանքում նման խնդրի կհանդիպեք, իմացեք, որ սենց պահել կա, եթե իհարկե գծագրում նորմալ նշած լիներ, որ պետլյան որտեղա պետք դնել, մենք այդ խնդրեմը չէինք ունենա, բայց քանի որ գծագրում չկար, ընդհանրապես նշած էր պետլյանների իրանց չափսերով, չենք մտածել, որ նման խնդիր կարող է առաջանալ։ Ինքներս համարյա արդեն ավարտել էինք, միայն դռներն մնացել, բայց ստիպված եղանք իրենց ծառայության գումարը ամբողջությամբ տալ, որպեսզի գան ու կարգավորեն։ Ես գիտեմ, որ մեր հայ ընտանիքներում մերոնց ձեռքից ամեն ինչ գալիս է ու մեծամասամբ իրենք են հավաքում իրենց տան կահույքները։ Դրա համար ուզեցի զգուշացնել, որ այսպես փոքրիկ խնդիրներ կան, որ կարող է չմտածենք էլ, բայց դրա հետ կապված լինի։ Մի խոսքով, այստեղ մահճակալին մեր մատրասները մեծ եղան ու ստիպված եղա փոխելու, նոր մատրասներ են պատվիրել, շուտով կգան։ Այստեղ հələ տեսեք ինչ լավ մեծ դարակներ ունեն։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե այս դարակների մեջ ինչքան բան է հնարավոր պահել։ Մեծ պահոց ունի։ Այսպես։ Երեխեք, հիմա նայեք, տեսեք ինչքան բան եմ տեղավորում այս դարակում։ Առաջինը դնում եմ բարձր։ Հիմա տեսեք, մեծ վերմակա, մեծ չափսի, ձմեռային, տեսեք, ու սենց, տեսեք, տեսակ, հիմա մի հատ էլ կարամ ստեղ, նույնիսկ մի բան դնեմ, էլի կտեղավորվի, մի հատ էլ ժարկի սադյալն եմ փորձում տեղավորեմ, փորձի համար էլի ուղղակի, տեսնենք, տեսակ ժողովուրդ, ինչքան բան կարամ, որ ուզեմ ստեղ էլի մի բաներ կդնեմ, բայց արդեն չկար, սուպեր, շատ հարմարավետ, այստեղ ամեն մեկը իր անկողնային բանական կդնի, ամեն մի դարակում, մեջտեղում էլ իրենց գիշերած գեստները, շուտով Շաղլոտից տարեդարձն է, անակնկալ եմ անում, սպասում ենք, որ կա գրասեղանը, շատ սիրուն է, սենյակի գույների մեջ հա կապույտ, բայց Էլիզիկը ինձ սպանելու է, եթե իրանն էլ չկարողացա այստեղ տեղադրեմ, մեր տանը պատերազմա գնալու, որովհետև երկուսն էլ ուզում են գրասեղան իրենց առանձին, ու հիմա որ մեկին եղավ ու մեկինը չկարողացա տեղադրեմ, այստեղ ինձ սպանելու են ժողովուրդ ջան, չգիտեմ ոնց եմ այս հարցի տակից դուրս գալու, բայց գրասեղանները բավականին մեծ են, դրա համար հույս չունեմ, որ երկու հատ կկարողանամ տեղադրեմ, տեսնենք, հələ թող գա, մի հատը կհավաքենք, ընթացքում կերևա։ Այսօր Սաթենս որոշել է ինձ ուրախացնի ու իմ սիրելի համով պասուսն է փաթաթելու։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում պասուս, բայց փաթաթել, տանել չեմ կարողam։ Հիմա լավ առիթ է, մամուլս եկել է, կփաթաթի, համով կուտենք։ Կմենակ ասա, ինչ ուզես կփաթաթել։ Ես բոլոր տոլմաները սիրում եմ ժողովուրդ, 1000 տեսակի ճաշ կպատրաստեմ, բայց մենակ տոլմա չփաթաթեմ։ Իմ պատվերով պասուս տոլման է, պես են պատվիրել է խառը ամառային տոլմա, մի խոսքով լիքը տոլմա ունես փաթաթելու, Էլիզն էլ պատվիրել է թափով կանաչ տոլմա։ Աչքիս վրա։ Տես ինչ ես անում։ Բայց ոնց որ կաղամբը պակասություն է անում, գնանք կաղամբերեն կահագին ֆարշա մնացել։ Կարելի է փաթաթել դնել խոլետ հետո էլ ուտել, որտեղ մեր տան ոչ բոլոր անդամներն են բասուց ուտում։ Օրինակ Լորիսը չի սիրում, երեխեքը հաստատ չեն ուտի։ Բայց կարելի է բան անել, փաթաթել դնել սարցախցիկ։ Ապրես։ Միշտ արդիական։ Հա։ Մայիս ամսին Բելգիայում նշում են մայրերի տոնը, աղջիկներս ինձ անակնկալ էին պատրաստել, շորտ տարբերակով արդեն տեսել եք, բայց բացի դրանից դպրոցներում նույնպես մայրերի համար անակնկալներ են պատրաստում ուսուցչուհիների մտահղացմամբ, եկեք տեսնենք։ Դրա համար էի բան կա ուզում, որ տանես տնից։ Դե բաց։ Ինչ կա մեջը։ Ինչ հետաքրքիր բաներ եք սարքել։ Քամի է քշմա տանում է։
Լավ բաներ ա գրել մամային, այս մեկը հանել է, ասում ուզում եմ գցեմ, ասում եմ հələ դուր տեսնեմ ինչա։ Ամենաշատը ես հավանեցի, ուզում ա գցի երեխեք ջան, գրել ա ես շատ եմ սիրում քո տոլման, որ պատրաստում ես։ Ոնց կարելի է սա գցել Էլիզիկ։ Հաջորդը։ Տեսնեմ ինչ ես գրել մամային։ Ես քեզ обожаю հայերեն ոնց կլինի, չեմ հիշում։ Հա հիշեցի, ես քեզ պաշտում եմ, հետո ես էլ քեզ եմ պաշտում։ Je t'aime maman. Ես քեզ սիրում եմ այրիկ։ Ես պահելու եմ ես էլիս։ Tu es merveilleuse. Դու ամենալավն ես, լավագույնն ես։ Բա, դու հրաշալի ես։ Հա։ Tu es intelligente. Խելացի ես։ Ապա ես քեզ։ Thank you. Tu es mignonne. Լավիկն ես։ Տեմենից դու ես լավիկը պաչեմ։ Ճանքս։ Հետո։ Tu es superbe. Սուպեր ես։ Քան ուրախացրիր մամային։ Tu es forte. Ուժեղ ես։ Ապրես։ Tu es adorable. Պաշտելի ես դու։ Joyeux fête des mères. Շնորհավոր մայրիկների տոնը։ Tu es la plus gentille des mamans. Ամենաբարի մայրիկն ես։ Բա։ Tu es chouette. Հավեսն ես։ Բայց գնաց թղթերս, գնաց, բերեք թղթերս, հետ բերեք։ Un des deux cartes. Խի, ես պետք է կարդամ։ Ժտեմ միլ սենսիտիվ գոյություն չունի, այսքան տոկոս, ժողովուրդ ջան, այսենց, մի հատ մեկ լիքը զրոներ և ավելի սիրում ա ինձ իմ բալեն։ Հետո։ Tu comptes beaucoup pour moi. Դու շատ բան ես նշանակում իմ համար։ Ուտեմ ես քեզ։ Էլիկա, շքան շատ բան ես գրեմ մամային։ Tu es la meilleure. Դու ամենալավն ես։ Tu es courageuse. Կուղաժը ոնց թարգմանեմ, դու շատ քաջ ես, հա, տենց, դու շատ քաջ ես, տենց, այդպես, հետո, մերնի քաջը մաման սրտիտ, J'aime bien passer du temps avec toi. ես սիրում եմ քո հետ ժամանակ, լավ, քո հետ ժամանակ անցկացնել, լավն էլ իմ կողմից էի ավելացնում էլիս, Tu es fantastique. դու ֆանտաստիկ ես, մերնի մաման քո սրտին, Tu es unique. դու յուրահատուկ ես, Je t'aime. Ես սիրում եմ քեզ, ինչ էլ ժտեմ ամենավերջում ընկա, վերջ, էլ չկա այն քամի տարածները բերեցիր, գնա բեր, հատ ներկայացրու, բա իմ բալեմ բանագրե ոնց կարամ, թողեմ քամին տանի, Machin. La plus belle des mamans. ամենասիրունը, մամաներից ամենասիրունը, տեսակ ժողովուրդ ջան, ամենավերջում ինչ ասեց իմ բալեն, մամաներից ամենասիրունը, չնայած բոլոր մայրերը իրանց բալիկների համար ամենասիրունն են, չէ էլիս, ինձ թվում է տենց հա, բոլորի մոտ, շնորհավոր բոլոր մայրիկների Տոնը, ապրես, պաչեմ դու, սրտիկս, լավն է չէ ինկերներ, անակնկալս, լծրա մեջը որ պահելու եմ, տեսեք ինչ լավ նվեր էր, ասում եմ համար էդ լավ նվեր չէր, ամենալավ նվերն էր, համել մի մոռացի, ծաղիկներ էլ ես նվիրել, բա էլ ինչ պետք է աներ, դրանից ավել ինչ ա պետք մամային, այս նվերը իմ ամենաթանկն ա լինելու, եղավ, ես պահելու եմ իմ սրտում, ոնց փակեմ, նկարում եմ, Ես ինչ սիրում բան ես սարքել,
Մամաների տոնին նվեր են սարքել։ Հələ տեսնենք։ Կարթամ ինչ կա մեջը։ Հələ։ Էս ի՞նչ է բակյան։ Էդե դեկորեի բանա։ Դեկորեի ավազան։ Մելանժե եմ արել։ Խառնել եմ։ Հա, դե լավ, հələ կարդա, լավ, հələ ես սպասում եմ, ստեղ պետք է հələ կարդա։ Արելիս բանալիները։ Ce que j'ai caché un bisou ta joue un baiser pour ton nez plein de fleurs pour ton cœur. Bravo, ինչ լավ կարդացիր, սրտիկը մամայի։ Պապի կարի տես ինչ ա գրել մամային։ Մամա, գուշակիր թե ինչ եմ քեզ համար թաքցրել, մի հատ պաչիկ քո այտին, մի հատ պաչիկ քո քթին, Մի հատ բեզե։ ու լիքը ծաղիկներ քո սրտի համար։ Ժողովուրդ, փաստորեն ես մեր մատրասներն է, երեկվանից տեղ է ու ես չեմ կարդացել, որ էդին պատվերն է, նույնիսկ վրան չեմ կարդացել, որ գրած է մատրաս։ Ես էլ ասում եմ, այս խեն բերել թողել միջանցքում, բա որ մեկը տանի։ Երեք ամբողջ օրը ստեղ ա եղել, մենք էլ այգում ենք եղել, երեկոյան 8 ժամին տուն ենք եկել ու տեսել եմ ստեղ դրած։ Միշտ որ տեսնում եմ ուրիշի պակետներն է, ասենց մտցնում եմ այդ դռնից ներս, որ հանկարծ չտանեմ, որտեվ այս միջանցքային հատված ելումուտ կա, իսկ այնտեղ դուռը փակ է, չեն մտնում։ Ուրիշների ящիկները ծանր քաշում եմ, միշտ տանում եմ ներս։ Երեք այնքան հոգնած էի, որ ասեցի դե լավ ում որ այա կգան կտանեն։ Փաստորեն իմն ա եղել ու ես չեմ տարել։ Տեսնենք լավն է, լավ կոմենտներ էր գրած։ 12 սանտիմետրանոցն եմ առել, որ դիվանի պես լինի, ցերեկները կարողանան նստել, շատ բարձր չլինի։ Ձերքով արա, որտեղ ես մի անգամ կդվածելուց ճղել եմ։ Տեսնենք չափսը համապատասխան է։ Անտիր։ Երեխեք շատ լավն է, վրայի մատերիալը ես հույս չունեի ճիշտն ասած, որովհետև շատ հարմար գնով եմ առել ու չէի պատկերացնում։ Կոմենտներին ուշադրություն դարձնելով եմ առել իմիջայլոց, գրած էր որ բժշկական է, օրթոպեդիկ է, բայց ես ճիշտն ասած օրթոպեդիկին այդքան չեմ հավատում, որովհետև ասում են որ 16 սանտիմետր, 18 սանտիմետրից սկսած նոր կարա լինի օրթոպեդիկ, բայց ամեն դեպքում գրած էր, չգիտեմ, իսկ կոմենտները շատ լավն էին ու բոլորը 5 էին դրել աստղերը, դրա համար ռիսկ արեցի, պատվիրեցի իրա գնի համեմատ ընտիր մատրասա։ Ունենք բավականին ձիգ է, ես ձիգ էի ուզում, մեր նախկինը այդքան ձիգ չէր, սա շատ ձիգ է, 12 սանտիմետրի համեմատ որակը ընտիր է։ Լավն է, չէ։ Այս վրայի մատերիալն էլ երեխեք սինթետիկ չի ու շատ լավն է, նախկինը որ գնել էի, սրանից թանկ էր, բայց սինթետիկ էր, այս վրայի մասը, սա շատ լավն է, շատ հավանեցի։